Սիրելի ընկերներ, Հայ մշակույթի ակադեմիան ողջունում է ձեզ եւ մեծ ուրախությամբ ներկայացնում մեր այսօրվա հյուրին, սիրված դերասանուհի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյան։ Բարի օր, Վարսենիկ ջան, շնորհակալ եմ սիրված բառի համար։ Այն մնացածն արդեն էական չեն։ Ողջույն Նազենի ջան, Հայ մշակույթի ակադեմիան հարցազրույցների մեջ տեսնում է մի յուրահատուկ առաքելություն։ Մենք ցանկանում ենք այստեղ Սփյուռքում ներկայացնել հայի արժանապատիվ կերպարը, հայի արարող տեսակը։ Եվ հարցազրույցներն ունեն մի փոքրիկ, բայց շատ կարևոր ավանդույթ։ Նրանք սկսվում են արմատների մասին հարցից։ Կպատմեք, որտեղից են ձեր ընտանիքի արմատները։ Այս շատ սիրուն ավանդույթ է, որ դուք ձևավորել եք։ Ես հիշեցի ինձ ոչ այդքան հեռավոր, կամ արդեն շատ հեռավոր 2007, 8, 9, 10 թվականներին, երբ այդ ժամանակահատվածում երջանկության մեխանիկա հաղորդումն էր հանրային հեռուստաընկերությամբ, եւ ես ընդգծված ու պարտադիր իմ հյուրերին հարցնում էի, ով որտեղից է, այո, արմատների պատմությունը, եւ այնքան նոր բաներ էի ինձ համար բացահայտում։ Պարզվում էր, որ մենք մեծ առումով այդքան տարբեր տեղերից լինելով բոլորս նույն տեղից ենք եւ ունենք ինչ-որ հստակ առաքելություն, որովհետեւ ամեն մեկը բերում է իր արմատի պատմությունը։ Ես արմատներով մայրիկիս կողմից հին Բայազետից եմ, որը բնականաբար Արևմտյան Հայաստանում էր, եւ նրանք էլ ինչպես բոլոր հայերը ջարդերից մազապուրծ եղած տարբեր սերունդներով գալիս են, հաստատվում են առաջնահերթ Գավառի Լանջախփյուր գյուղում եւ այդ սարը լեռը ամբողջությամբ վերցնում են իրենց մեծ գերդաստանով ու իմ իշխան ապու պապու գերեզմանը դեռևս այդ լեռան վրա է, այսինքն նրանք բեկեր էին, իշխաններ էին եւ այդպես գալով շատ հարուստ, շատ իրենց ոսկիներով եւ այլնով ու գալիս են, պատմությունը այդպես է, չէ, ինչու են ընդհանրապես մնում այդ Սևանի ավազանի մոտ, որովհետեւ համ ջրերին են սովոր լինում, համ այդտեղ գետերով անցնելիս շատ առատ է լինում ձուկը եւ իրենք հենց այդ բանի սովոր մնում են, իհարկե պարզ է, որ եղանակային ավելի խիստ էր, բայց հարմարվում են, հայերը ստեղծող ազգ են։ Հայրական կողմը դաշտային Արցախից էր։ Գիտեք, կյանքի վերջին տարիները ինձ շատ սուր հիշեցնում են իմ կյանքի սկզբի տարիները, երբ մեր ազգականները 88-ից, տարբեր ջարդերից, Բաքվի ջարդերից, Կիրովապատի ջարդերից, փախեփախ մազապուրծ գալիս էին եւ իհարկե եղավ հետո զարթոնքը Արցախի ազատագրական հաղթական պայքարը, բայց ես հիշում եմ ինչպես էին մեր տանը, մայրս իր մեծ սրտով, փոքր տնով, բայց մեծ սրտով բոլոր մեր ազգականներին հայրիկիս կողմից տեղ էր տալիս, մեզ մեր մահճակալներից հանում էին, իրենք զբաղեցնում էին մեր տեղը, մենք գետնին որտեղ պատահի դա հիմա 3 աղջիկ էինք, հարմարվում էինք ու փոքր էինք եւ շատ ուրախ էինք, որ մեր տունը լիքն էր հյուրերով։ Ու հայրիկիս կողմն էլ մեծ մասը մի քիչ ավելի շուտ էին դուրս եկել Գանձակից, նա այդպես էր սիրում ասել, կամ Ելիզավեթպոլ, դուրս էին եկել ու գնացել են Կրասնոդար, հաստատվել են Կրասնոդարում ու ես ունեմ ազգականներ Կրասնոդարում հայրիկիս կողմից, ունեմ հայրիկիս կողմից ազգականներ Տաշիրում, որոնք փախեփախ եկան ու հետո Երևանից տեղափոխվեցին Տաշիր, որովհետև Տաշիրը նրանց հյուրընկալեց շատ մեծ ջերմությամբ եւ մայրիկիս կողմից էլ ունեմ շատ աշխարհով մեկ սփռված, բայց մեծ մասը Հայաստանում է, ինչ խոսք։ Հիշեցիք մանկությունը, ու այնքան հետաքրքիր է այն փոքրիկ Նազենին ինչի մասին էր երազում։ Երազում էր արդյոք դերասանուհի դառնալ, հաղորդավարուհի դառնալ։ Չէ, բոլորովին։ Ես սիրում էի կարդալ ու նյարդայնանում էի, երբ ինձ խանգարում էին ու պարտադրում էին դարակներ դասավորել, զբաղվել կենսաղավարությամբ, իսկ դա որևէ հայ աղջկա դեպքում եկեք այդ պարտադրանքը։ Ես երազում էի բալերինա դառնալ, բայց իմ կմախքը ու իմ ծնկները ու իմ շատ բարալիկ ու ոչ այդքան ինչ-որ երևի հասակավոր լինելը խանգարեց ամեն դեպքում դպրոցում եկան, նայեցին, այսպես ասացին, դու գնա ու չստացվեց իմ երազանքը։ Հետո անցան տարիներ ու ես պատահական ընդունվեցի թատերական ինստիտուտ, ուղղակի, որովհետև սիրում էի կարդալ ու չէի սիրում մնացած այն ամենը, ինչը ինձ պարտադրվում էր, օրինակ հանրահաշիվ եւ այլն եւ այլն։ Բայց եթե անկեղծ լինենք, մարդու ճակատագիրը երևի երբեմն ինքն է ընտրում մարդուն, ոչ թե մարդն է միշտ ընտրում իր ճակատագիրը։ Այդ երկկողմանի ընտրություն է։ Եվ թատերական ինստիտուտը ինձ համար դարձավ այն հարթակը, որից հետո ես կարող էի եւ զբաղվում էի ամեն ինչով, խոսքը,
հայոց լեզուն, որը իմ մայրն էր ներարկել իմ մեջ, հետո իմ հիանալի դասախոս ընկեր Աննա Հեկեքյանը, Արմենը Մազմանյան իմ կուրս ղեկավարը, որը ինձ համար այնպիսի պատկերային ու դերասանական ու ռեժիսորական աշխարհ է բացահայտել, երջանկահիշատակուսուցիչս, որ ես այս տարիների ընթացքին անընդհատ նայում եմ աշխարհով մեկ տարբեր ներկայացումներ եւ ամեն անգամ զարմանում եմ, որ նա այդ տեխնիկայի կամ այդ գեղագիտության մասին մեզ պատմել էր, տվյալ ուղղության մասին մեզ դասավանդել էր։ Այսինքն այդքան լայն է եղել սպեկտրը իմ ուսանողական տարիների ստացած գիտելիքների։ Ու այդպես չի եղել, չէ, երազանք դառնալու դերասան, մանավանդ հաղորդավար։ Երևի այն ժամանակվա այդ հանրահայտ լինելու մոլուցքը չկար եւ թատրոնը ամեն դեպքում մաքրամաքուր արվեստ է, առանց խաբեությունների, թեև խաբելու արվեստն է։ Եվ քանի որ չկար փող, չկար գործ, չկար տրանսպորտի հնարավորություն, չկար ոչինչ, մենք վերցնում էինք որևէ աշխատանք, որը կար։ Լիներ Մեդիա TV-ին, հեռուստատեսությունում որևէ բան վարել, ինչ որ միտեղ թռվռալ որպես ձյունանուշիկ կամ ինչ ձեր մտքով անցնի, ես արել եմ իմ պատանի տարիներին, դեռահասության ժամանակ, պարզվեց նաև հասուն տարիքում։ Որտեվ աշխատանքի մեջ կարևոր է քո ցանկությունը process-ի մեջ լինելու ցանկալի է կատարյալ այնքանով որքանով կարող ես։ Նազեն ջան, գիտեք, ժամանակակից մարդը հաճախ խոսում է ազատության մասին։ Գիտեք, կարելի է երկար խոսել ինչ է ազատությունը, որտեղ է սկսվում, որտեղ է ավարտվում, բայց երևի մի բան հստակ պարզ է, որ ազատությունը չի կարող լինել այնտեղ, որտեղ մարդն ապրում է մշտական վախերի մեջ։ Ըստ ձեզ, ինչ է նշանակում ազատ մարդ լինել եւ որ վախը կարող է խանգարել դրան։ Գիտեք, շատ լավ հարց եք տալիս, Վարսենիկ ջան, Ցվիտաևան ստեղծագործում էր անհավանական գեղեցիկ ձևով եւ ասում էր իր ասելիքը։ Հերո չգնանք Պարույր Սևակը։ Պարույր Սևակը ապրում էր Սովետ միության ժամանակաշրջանում, որը համարվում է ընդունել իբրև բավականին սեղմ, փակ ու ցենզուրա կատարող բան, հա, պետական համակարգ։ Պարույր Սևակը գրում էր ազատորեն, պարզ է, որ չէր գրում այնպես, ինչպես ենթադրեն կարող էր գրել հետագայում, բայց գրում էր ու հասցնում էր մեզ իր ասելիքը, տողատակերով, գրում էր նաև իր հավատքի մասին, գրում էր իր երկրի մասին, գրում էր իր ցավերի մասին, անլռելի զանգակատուն էր գրում, բայց գրում էր, չէ։ Այսինքն չկա վախ, որը պարտադրի մարդուն լինելու անազատ։ Այդ անազատությունը ներքին կատեգորիա է, ներքին վիճակ։ Դու կամ ազատ ես կամ ոչ։ Ինչ որ մեկի ճնշումը, բռնաճնշումը կամ ավտորիտարիզմը չի կարող քեզ համար դառնալ որոշիչ ու դու դառնաս անազատ։ Այդպես չի աշխատում։ Ու ոչ էլ անարխիան, այսինքն առանց սահմանների ամենաթողությունը, ոչ էլ կարող ենք դա համարել ազատություն։ Հակառակը։ Հիմա շատերը ասում են դեմոկրատիա, մարդու իրավունքներ եւ այլն։ Դեմոկրատիան ինչ է, որ ժողովուրդն է գլխավորը։ Չէ, ժողովուրդը երբեք գլխավորը չէ, անհատն է գլխավորը։ Եվ անհատն է ձևավորում։ Այդ անհատը կարող է լինել ներքևից կամ վերևից, բայց այդ անհատն է ձևավորում նույն ժողովուրդ ասվածին։ Հիմա անազատությունը ամեն մարդու մեջ ունի իր պատճառներն ու հետագայում հետևանքները։ Անհատական է պետք աշխատել։ Իսկ որ վախերից ազատվել, երևի ամենաշատը մեզ խանգարում է սիրելի չլինելու վախը։ Շատ է պոպուլիզմ բառը վերջերս շարքվում, բայց եթե բացենք փակագծերը, ինչ է դա։ Արվեստագետը վախենում է սիրելի չլինելուց եւ չի ասում ճշմարտությունը։ Այդ սիրելի չլինելու վախն է, որովհետեւ մենք էլ որպես հասարակություն այդքան հեշտ չենք, ինչ ճիշտն է ճիշտ։ Մենք ուզում ենք մարդուն սիրել, բայց պետական գործչին սիրել պետք չէ։ Պետք է ընկալել օրինակ նրա աշխատանքը, պետք է ընդունել նրա արածը կամ փաստել նրա չարածը։ Պատմականորեն ու այդ պահի դրությամբ հասկանալ նրա քայլերի հաջորդականությամբ բերած չարիքը, օրինակ, կամ հասկանալ, որ այս գործողությունը երկարաժամկետ դառնալու է բարիք։ Սրանք պարզ քննական հարցեր են, որոնք մեր մեջ պետք է իմանանք։
Եվ ես կարծում եմ ամենաշատը մեր բոլոր վախերից են կողմ մեր հասարակության մեջ դա է։ Մենք ուզում ենք սրտով ընդունել։ Այն ինչ լավ մարդ է, այն ինչ գեղեցիկ է կամ ոչ, սիրուն է խոսում կամ ոչ, բարի է կամ չէ, չեմ ուզում լինի քաղաքական գործիչը բարի։ Ուզում եմ լինի հայամետ։ Ուզում եմ լինի հասկացող, ուզում եմ լինի գիտակ, ուզում եմ չհամաչել նրա պատճառով, ներսում թե դրսում։ Նույնը արվեստին է վերաբերում։ Ես գտնում եմ, որ արվեստագետը, եթե ընդհանրապես այդ ուղու մեջ է եւ հասել է հասուն տարիքի, պետք է կարողանա անհարմար ապրել։ Չեմ ասում սոված ապրել, անհարմարությունը դա նկատի չունեմ։ Անհարմար լինել, չգնալ կոմպրոմիսի այնտեղ, որտեղ պետք չի գնալ։ Եթե անորակ արտադրանք են առաջարկում ու նա պետք է դառնա դրա մասնակիցը, չդառնա, մի օր ասի չէ, լավ 3 անգամ թող ասի չէ անորակին, 4-րդ անգամ որակյալին կհրավիրեն։ Եվ դա է ազատությունը։ Դա մեծ ազատություն է, դա խիզախություն է։ Ի վերջո այդ մարդու մեջ ձևավորում է անհատականությունը։ Հիմա ինչով է տարբերվում ամբողջը անհատից։ Անհատը կարողանում է ասել ոչ, երբ պետք է, կամ ասել այո, երբ շատ բաների դռներ են փակվում, բայց պետք է տերը լինի, ոչի էլ այոյի էլ։ Նազեն ջան, գիտեք, տարիներ շարունակ, մինչ օրս մենք հայերս անընդհատ հայկական ինքնության հետ կապված խնդիրները, լեզվի պահպանման հետ կապված խնդիրները, մշակույթի, անընդհատ կապում ենք Սփյուռքի հետ, հավատալով, որ բուն Հայաստանում այդ խնդիրներն արդիական չեն, բայց արդյոք դա այդպես է։ Օբյեկտիվ իրականության մեջ իհարկե Սփյուռքում, ձեր ասած, լինի Ռուսաստանը, լինի Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան կամ որևէ այլ երկիր ու քաղաք, իհարկե Սփյուռքում ավելի հեշտ է ուսանալը, լուծվելը եւ մոռացության տալը, թե արժեքներդ, թե լեզուդ, թե մշակույթդ։ Այդ ցավով եմ նշում։ Ամեն դեպքում նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թե այստեղ, երկրորդ, երրորդ սերունդները պահի տակ հարմարվում են իրենց այն իրականությանը, որում ապրում են։ Եվ ասում եմ սա առանց մեղադրականի։ Բարդ է։ Հայաստանում այսօր խնդիրը շատ օրհասական է։ Մտածված կերպով ամեն ինչ է արվում, որպեսզի պատմության որոշակի մասեր խմբագրվեն, ջնջվեն, մոռացվեն, մերժվեն։ Որպեսզի լեզվամտածողության մեջ շատ բաներ ուղղակի փոխվեն ու դու գնաս կոմպրոմիսի։ Որոշես դե լավ ոչինչ հիմա Մաշտոցին հանենք, Արարատ լեռը հանենք դասագրքերից հայ դասականներին, հայ դասականներից անցում անենք կասկածելի AI-ական տեքստերի, օրինակ, հա տարբեր։ Սա ներսից կազմաքանդելու ակնհայտ գործընթաց է, որը բնականաբար օրհասական է։ Բայց գիտեք, ես չեմ պատկանում այն հայերի թվին, որոնք ասում են, դե լավ դրսում եղած հայերը թող մնան իրենց գործին։ Ես լրիվ հակառակ հայ եմ։ Ես ասում եմ, ներսի թե դրսի հայ հավասարազոր պատասխանատու է իր երկրի համար։ Ընդ որում Սփյուռքում ապրողների գործը կրկնակի բարդ է։ Դուք պատասխանատու եք եւ այն երկրի համար, որում ապրում եք, եւ այդ երկրում ձեր շատ գեղեցիկ ձևով նշած արժանապատիվ կերպով հայությանը ներկայացնելու գործում եւ Հայաստանի առողջության ու որակով լինելու գործում։ Այսինքն բեռը շատանում է։ Բեռը կամ ապրելու իմաստը։ Մեկը դա անցալում է բեռ, մյուսը ապրելու իմաստ։ Ես շատ սիրում եմ հայերենը։ Ոչ թե որովհետեւ իմ լեզուն է, հայերենը շատ գեղեցիկ լեզու է։ Ու հայոց լեզուն, այ գրաբարյան, որ ասում ենք հայոց, նկատի ունենք հայերի լեզուն։ Տարբեր է, ինչպես որ հայերն են տարբեր։ Եվ այդ տարբերության մեջ աշխարհի սիրուն գույներն են։ Լինեն դասականների գործերը, լինեն ժամանակակիցների ստեղծագործությունները, լինի կենցաղային խոսակցություն, լինի բարբառ։ Դուք արմատներով լորեցի եք։ Ինչքան սիրուն է լորվա բարբառը, ինչքան գեղեցիկ է Տաշիրի բարբառը, Արցախի բարբառը, թող լինի Գյումրեցու խոսքը, Աբովյանցու թե Հոկտեմբերացու, ես բոլորի խոսքում լսում եմ իրենց արմատի ձայնը։ Իսկ արմատը ունի իր լեզուն։ Ու այո, հայոց լեզվի մեջ, ընդհանուր այդ տիեզերական լեզվամտածողության մեջ յուրաքանչյուր տարածաշրջան ունեցել է եւ ունի իր լեզուն։ Եվ այդ լեզուն է այդ մարդու համը, աղը, հոտը, ուժը, տարբերությունը, ու այդ լեզվի պահպանումը առաջնային պետք է լինի։ Օտար լեզուների իմացությունը առավել քան կարևոր պիտի լինի որևէ հայի համար։ Այսինքն եթե աշխարհում, չգիտեմ, միջին վիճակագրական ամերիկացին կամ անգլիացին գիտի անգլերեն ու լավ է, ապա հայը պետք է հիանալի տիրապետի հայերենին, հետո հիանալի տիրապետի, չգիտեմ, ռուսերենին, անգլերենին, իսպաներենին, չինարենին, ինչ լեզվի որ ասեք։
որովհետև եթե մենք ուզում ենք տարածական լինել, մենք պիտի մեր լեզվից բացի կարողանանք օտարի լեզվով էլ իրենց հետ հարաբերվել։ Դե մեր ճակատագիրն է այդպեսին։ Ձեր ամբողջ գործունեությունը Նազանի ջան կապված է հենց այն բուն հայկական արմատի հետ։ Դա լինեն ֆիլմերը, նույն սպանված աղավնի Գարեգին նշտե, դա լինեն ձեր ծրագրերը, երջանկության մեխանիկան ու ուզում եմ առանձնահատուկ նշել Համիուժը, որը մեդիա հարթակում այնքան գեղեցիկ ներկայացրեց էթնիկ հայկական խոհանոցի բազմազանությունը։ Եվ այսօր էլ դուք Մոսկվայում եկել եք, որպեսզի կատարեք ձեր նույն առաքելությունը։ Հիշեցնեք հայերին, թե ովքեր ենք մենք, ում արյունն է հոսում մեր երակներով, որքան գեղեցիկ է մեր լեզուն։ Եվ կպատմեք մի փոքր ինչպես ծնվեց այդ բանաստեղծական համերգների գաղափարը, որը կարծես թե այնքան անհրաժեշտ էր այս պահին մեզ։ Գիտեք, նախ շատ շնորհակալ եմ, որ Համիուժը նշեցիք, Բարսենիկ ջան։ Այն ժամանակ դեռևս 17 թվականին, երբ որ ուզում էի ձևավորել ու սկսել էի աշխատել, այնքան շատ էին ծաղրում։ Ես ընդհանրապես, որ մեկ-մեկ նայում եմ ինձ, իմ կյանքի ամբողջ ընթացքին ինչքան են ծաղրել։ Հենց այդ բառով, ծաղրել։ Մեկ-մեկ նայում եմ հետադարձ հայացքով, ասում եմ, բայց ինչու։ Ու հասկանում եմ, որ օտարածին էլեմենտները, որոնք մեզնում շատ են, թե մեր երկրում, թե մեր էության մեջ շատ են, նրանք բարկանում են հայկականությունից, որովհետև հայկականության արտնացումը ուրիշ ուժ է, որը ոչ մեկին մանավանդ այս աշխարհակալական աշխարհում ձեռնտու չէ։ Հիմա երբ ձևավորում էի Համիուժը, նպատակս հենց դա էր՝ պատմությունը ներկայացնելու։ Իսկ ո՞րն է պատմության ամենակարճ ճանապարհը։ Մարդու հետ ո՞նց ենք խոսում, մենք իրար հետ անպայման ինչ-որ բան ենք ուզում ուտել, սուրճ ենք խմում, ինչ-որ չիր ենք կիսում իրար հետ, հաց ենք կիսում։ Ի վերջո, մեր պատարագը ամբողջությամբ սկսվում է, չէ՞, մեր չէ, առհասարակ Սուրբ Պատարագը հացի ու գինու մեզ նվիրումով է սկսվում, Տիրոջ արյամբ ու մարմնով։ Այսինքն այդ հացը կիսելով ես ուզում եի կիսել ու պատմել պատմությունը, ինչը սկզբում մի քիչ ավելի հեշտ էր հաջողվում, հետո ավելի բարդացավ, որովհետև ռեսուրսների պակաս կար, բայց պարբերաբար անում եմ, դժվարությամբ, բայց անում եմ։ Բանաստեղծություններ կարդալու գաղափարը пассив կերպով սկսվեց 2020 թվականին COVID-ին, բայց COVID-ի ընթացքում Instagram-ը գործարկեց IGTV, որը հնարավորություն էր տալիս ոչ թե 20 կամ 30 վայրկյան, որովհետև այն ժամանակ կարճ էին ռիլերը, այդքան երկար չէին, այլ մոտ 1 րոպե, 10 րոպե, 20 րոպե վիդեոներ անել։ Եվ ես տանը նստած կարդում էի բանաստեղծությունները, վիդեոների վրա այդպես տեղադրում էի, այդքան հեշտ չէր այն ժամանակ տարբեր էին, ու ներբեռնում էի։ Ու մեջս կար այդ ցանկությունը, որովհետև աղքատ էինք, փակ էր աշխարհը ու մի տեսակ արվեստի մշակույթի պակաս կար ինձ համար։ Ու սկսեցի անել ինստամեր հաղորդման տիպի բան, Instagram-ով ուղիղ եթերների միացումներ։ Եվ ամեն ուրբաթ որոշում էի, որ երիտասարդ ստեղծագործողների հետ ենք միանում ու անում ենք պոեզիայի ուրբաթները, որից հետո ձևավորվեց մեծ համայնք երիտասարդ հիանալի գրողների, որոնց շատերը հիմա արդեն լուրջ ստեղծագործում են, տպագրվում են եւ այլն։ Դրանից հետո ավետը իմ սիրելի ընկեր հանրային ռադիոյում ձևավորեց հաղորդաշար, որտեղ այդ նույն երիտասարդները կամ ահելները մասնակցում էին։ Այսինքն օթում բանաստեղծությունը շատ էր։ Օթում կար սեր եւ կար սիրո պակաս։ Եվ այդ սիրո ու սիրո պակասի բախումից միշտ արվեստ է ծնվում։ Հիմա դերասանի առաքելությունը ի՞նչն է։ Լինելու կամուրջ, արդեն ստեղծված հիանալի գրականության, արդեն ստեղծված գեղեցիկ պերսոնաժների, արդեն ձևավորված գեղագիտության, իսկ ինչու՞ չօգտվել։ Եվ այդպես արդեն երկրորդ տարին է, ոչ այդքան հեշտ, բայց շատ հաստատում, մենք ընթանում ենք առաջ, մենք նկատի ունեմ իմ թիմը, ես ունեմ շատ կարևոր ու թանկ մարդ, որը ինձ օգնում է իմ բանաստեղծական այս ճամփորդության մեջ, այդ Լուսինեն Դանելյան, իմ ընկերը եւ մենեջերը եւ շատ գեներալը, եւ իհարկե իմ թիկունքի պետը Սոֆին Մխեյան, ու նաեւ շատ թանկ է ինձ համար Ավետի աջակցությունը, Երեմի աջակցությունը, Երկարի երիտասարդ հիանալի բանաստեղծ է, հետագայում արդեն Արամ Ավետիսի գործերն եմ կարդալու անպայման ու ամեն անգամ
իմ ընկեր Վահե Բեգոյանը, որը շշմելու երաժիշտ է ու ամեն անգամ գալիս է ուշադրությամբ լսում է, ինձ ուղղորդում է, որովհետև բանաստեղծությունը սիմֆոնիա է։ Նույնքան կարևոր, ինչքան որ Արամ Խաչատուրյանի որևէ սիմֆոնիան նոտան սխալ նվագելիս կարող է սխալ հնչել, նույնքան բանաստեղծությունն է։ Եվ այնքան կարևոր ու հստակ մաթեմատիկական կառույց է դա իր հնչյուններով, իր ասելիքով, իր էներգետիկ ուղղություններով, որ պահանջում է կոնկրետ գիտելիք ու կոնկրետ կարողություն։ Այդ այն ասմունքը չի, որը սովորենք մեր ասմունքող է։ Չէ, ես ասմունքող չեմ։ Ես խոսքի մասնագետ եմ ու դերասան եմ, որը պատմում է տվյալ պատմությունը բանաստեղծության ձևով։ Նազին ջան, հաճախ ձեր Instagram-յան էջում դուք հարցեր եք տալիս ձեր հետևորդներին ու որպես Այդքան էլ հաճախ չի, ավելի շատ կուզեի տալ։ Ես որպես հետևորդ կցանկանայի ավելի շատ տալ, գիտեք ինչի, որովհետև երբ այդ թերթում ես այդ տրենդներով Instagram-ում թերթում ես, բայց հենց տեսնում ես ձեր նկարը, արդեն ինքնըստինքյան հասկանում ես, որ պետք է կանգ առնել, որովհետև հաստատ պիտի ինչ-որ մի բան կարդաս եւ մտածես։ Շնորհակալ եմ, Վարսենիկ ջան, միշտ չի, բայց դե փորձում եմ։ Ես ուզում եմ ձեր իսկ տված հարցերից մեկը ձեզ ուղղել։ Սիրով։ Վերջերս ձեր սիրտը ինչից է ուրախանում եւ ինչի համար է տխրում։ Որ եթե իմանաք այդ հարցը ինչու եմ տվել եւ ինչից հետո եմ տվել։ Շատ խորագետ եք։ Ես իմ ընկերների հետ գնացի նայելու Պարոնյան թատրոնում բլոկադա ներկայացումը։ Գիտեք, Արցախի թեման մեր գլխին կախված Դամոկլյան սուր է։ Եվ վայ նրան, ով չզգաց, որ այդ թելը շատ բարակ է, եւ այդ սուրը մի օր իսկապես պայթելու է բոլորիս գլխին, որովհետեւ այդ ցավն է, այդ այն ցավն է, որը մենք չենք վերապրել։ Պահել ենք, խորը պարտակել ենք, բայց չի անցնում։ Դու պետք է հաշտվես այդ ցավի հետ ու հասկանաս անելիքներդ։ Ոչ թե ընդունես ու վերջ, դու պետք է հասկանաս։ Հիմա մենք գնացինք նայելու բլոկադա, գժություն ներկայացում է, շշմելու ներկայացում է, անհավանական լավ դերասաններով, հիանալի ես դարձած այդ իրականությամբ, շատ հումորով, առաջին հատվածը ամբողջը ծիծաղել ենք, Արցախի բարբառով, բայց շատ բնորոշ, Մարջիկն էլ Ավետիսյան, դե չասեմ ինչ որակի դերասանուհի է, իսկապես բարձր հռռալով ծիծաղել ենք։ Եվ երկրորդ հատվածում ներկայացման իմ ասում եմ ու փշաքաղվում եմ, նույն սրտով լացել ենք ու բաց ենք թողել մեր ներսի ցավերը։ Պարզ է, որ այդ մի ներկայացումով չի բուժվում քո հայրենիքի կորստի ցավը, բայց դու սկսում ես մարդ դառնալ։ Եվ ես այդ ներկայացումը նայելուց հետո եկա ու այդ հարցը տվեցի ամենայն ազնվությամբ. ինչից եք վերջին անգամ սրտանց ուրախացել ու ինչից եք վերջին անգամ իսկապես մարդավարի նորմալ լացել։ Որովհետև մենք անընդհատ խեղդում ենք մեր մեջ այդ զգացմունքները ու պարզ տեղում մի ստից խցանումից կարող է սկսենք լացել։ Պարզ է, չէ՞, խցանումը չէր պատճառը։ Կամ ինչ որ մեկի ասած ստից խոսքը չէր պատճառը։ Ուղղակի քո ներսում սեղմել էր քո ցավը, կորստի ցավը։ Ու ոչ մի կերպ չես ուզում ընդունել, որ դու ունես խնդիր։ Մարդիկ տարիներով աշխատում են հոգեբանների հետ, որ բուժեն իրենց հոգին։ Իսկ մենք փոխարենը մեր հոգին բուժելու ամեն օր հոգեկանի պես էլի խավարի մեջ փորձում ենք լույս փնտրել։ Այդպես չի աշխատում։ Դրա համար ես գրեցի այդ ու լիքը մարդիկ շատ որակով լավ մարդիկ հետաքրքիր ձևով զգացել էին էլի երևի ինչու եմ հարցրել, որ ասում է Արցախի հանձնումից հետո սրտանց ոչ մի բանից էլ չեմ ուրախացել։ Ու ես գիտակցեցի հետո ինչու եմ ես այդքան սրտանց ծիծաղել բլոկադա ներկայացման սկզբի հատվածում, որովհետև այնտեղ այն Արցախն էր, որը ես ուզում էի, եւ շատ իսկական էր ու շատ այսօր էր ու մի պահ քեզ մոռացության էր տանում։ Դու ապրում էիր այն կյանքը, որի մասին գուցե երազում էիր։ Երբ որ ես ասում եմ Արցախ, ես նույնքան նկատի ունեմ Հայաստան։ Ես նույնքան նկատի ունեմ Հայաստանի որևէ մարզ, քաղաք, գյուղակ, փոս, ձոր։ Երբ որ ես ասում եմ Երևան, ես իսկապես նկատի ունեմ ամբողջական Հայաստանը իր ամբողջ սփյուռքով։ Այսինքն մենք տեղանուններից կարճում ենք, բայց փաստը դրանից չի փոխվում։ Արցախի կորուստը հայի ինքնության կորուստն է։
որը մենք պիտի կարողանանք սովորենք կամ վերագտնել, կամ փոխլրացնել, ինչը չեմ կարծում հնարավոր է, բայց պետք է փորձենք ինչ-որ մի կերպ։ Ու ամենակարևորը չմոռանանք, որովհետև երբ որ ես գալիս եմ Մոսկվա ու գնում եմ հայ առաքելական մեր եկեղեցին հրաշալի պատարագի ու լսում եմ Ռուսաստանի եւ Նախիջևանի պատրիարքության մասին, Նախիջևան անունը որ լսում եմ, ես շատ հուզվում եմ, զարմանում եմ ու նաև զայրանում եմ, որովհետև Նախիջևան անունը մենք տալիս ենք միայն այստեղ ու այդ կոնտեքստում, բայց Նախիջևանը եղել է հայկական։ Հիմա այն պահից, որ մենք Արցախը հանենք մեր խոսույթից ու մոռանանք, այն կդառնա ոչ հայկական։ Ու հետո չի մնա երազանք, ցանկություն, չի մնա պատմություն, չես մնա քո արմատով։ Վերջ այդ Արցախցին որտեղից է։ Ես այսօր հիմա չէ, երբ հայրս ողջ էր, եթե ես ասեի Կիրովաբադ, նա բարկանում էր, Գանձակ։ Նա այդպես էր։ Ոնց կարող ես պատկերացնեք, եթե Հայաստանը Աստված չանի, չէ, մենք այդ փորձենք բացառել մեր պատկերացման մեջ, բայց հայը որտեղից է լինելու, ասելու է, որ ով է հայը։ Որտեղից է հայը։ Ով է հայը։ Հիմա բլոկադայից հետո ես նորից սկսեցի շնչել։ Բլոկադա ներկայացումը ինձ հանեց իմ ներսի բլոկադայից, այդպես։ Եվ արվեստը դրա մասին է, կատարսիսի մասին է։ Դու պետք է գնաս ու քո հոգեկան ապրումները կարողանաս թողնել ճիշտ տեղում, այնտեղ, որտեղ նախատեսված է։ Այո, պետք է պատարագին հանես քո ներսից ապրումները ու լույսով լցնես, հանես ցավը, ատելությունը, մաղձը, բարկությունը քո աշխարհի նկատմամբ ու լցնես լույսով ու սիրով, մարդկային ու աստվածային սիրով։ Պետք է գնաս ներկայացման ու բաց թողնես քո ներսի քարկապերը եւ ապրես քո կորցրած սերերը կամ նոր գտնվող սերերը, գտնես, ծանոթանաս։ Ի վերջո համայնքներում բարդ է հավաքվել միտեղ, որովհետև միշտ չի որ կան տեղեր։ Իսկ ինչու չծանոթանալ ապագա սիրելիիդ կամ ամուսնուդ կամ տիկնոջդ հետ հենց բանաստեղծական երեկոյի։ Ինչու չնվիրել այդպիսի գեղեցիկ ժեստ։ Ասենք միշտ կարելի է գնալ ռեստորան, ունենալ հաճելի երեկո, խմել լավ գինի, ուտել համադամ կերակուրներ, բայց ինչու չկերակրել սիրտդ։ Հոգիդ ի վերջո։ Վերջը այդ ուտելիքը ֆիզիկական ոնց գալիս է, այնպես գնում է, հա, ստանում է վիտամինները ու գնում է, բայց այդ հոգևորը, որը գալիս է, մնում է, մեզ հետ մնում է, չի գնում, որովհետև բլոկադա ներկայացումը իմիջից ոչ միտեղ չգնաց, բայց եկավ, ինձ բուժեց ու շատ սիրուն հաստատվեց։ Ու մենք հիմա խոսում ենք, ու դրանից ծնվեց ստատուսից հետո ես մտա կարդացի մարդկանց ցավերն ու ժպիտները ու նորից մեջս սիրուն էմոցիաներ առաջացան ու էլի ցանկություն առաջացավ չհուսահատվելու։ Այսինքն ամեն ինչ փոխկապակցված է այս կյանքում, ամեն բան։ Եվ հիանալի սուրճ եք դուք տվելից։ Նազենին ջան, չգիտեմ, պատկերացնում եք, թե չէ, որքան մեծ ազդեցություն եք դուք ունեցել ժամանակակից հայ աղջկա եւ կնոջ ձեռագրումը։ Այո, որովհետեւ ձեր ամբողջ ճանապարհը ցույց է տալիս, թե որքան կայացած կարող է լինել հայ կինը, որքան ուժեղ, չնայած եւ նրան, որ կան բարդույթներ, հա, հասարակության մեջ, հենց հայ կնոջ հետ կապված։ Շատ կան, հա, դեռ կան։ Այ հայ կնոջ ուժը ինչպես կբնութագրեք։ Ինձ վերջերս Instagram-ով գրել էր մի երիտասարդ տղա։ Նազեն ջան, ասեք որտեղից եք գտնում ուժը, որ դուք եսին ինչ գնում եք առաջ, ինչ է լինի անում եք ինչ որ մի բան։ Ես շատ կարճ գրեցի մի բառ՝ անելանելիությունից։ Կա ուրիշ ելք, թե որ կա ես սիրով կթուլանամ, կհանձնվեմ, կպարկեմ այսպես, բայց չկա։ Հայ կնոջ ուժը երևի այդ անելք վիճակն է։ Երբ հիմա այս գուցե վատ բան եմ ասում, իհարկե միշտ կա լույս ու դեպի լույսը գնացող որոշումով հոգին, բայց եթե լինենք անկեղծ, որևէ նորմալ մարդ մեր իրականության մեջ այսօր դժվար է գտնում այդ լույսի ճանապարհը, բարդ է։ Հայ կանայք ունեն ամենակարևոր առաքելությունը, էլի, մեր սուրբ գիրքն են, ավետարանն են կես-կես փախցրել ցեղասպանության ժամանակ։ Երեխաներին չէ, իրենց գիրը,
որովհետև իրենց գրի մեջ իրենց ԴՆԹ-ն է։ Եվ իրենք փրկել են ամբողջական ազգի ԴՆԹ-ն, ոչ թե մեկ անձի։ Որն է ուժը, Աստծո կողմից տրված այդ ուժն է, չհոգնելու կամ հոգնածությամբ այդ դարդը, որը մեր դեմքին կա, չէ, դարդով հանդերձ միևնույն է ժպտալու, երբ պետք է, երբեմն մազերը հարդարելու, խաբելու, որ ամեն ինչ լավ է, հետո գնալու տուն մի լավ լացելու, հետո այդ արանքում մեկը այդ տոլման փաթաթելու ու երեխեքին անպայման կրթություն, լավ կրթություն տալու։ Տարբեր են ուժերը։ Ես իմ մայրիկի օրինակն եմ տեսել, ճիշտն ասած, մայրս անտրտունջ կին էր, անտրտունջ։ Աշխարհի բեռն ուներ, բայց չէր տրտնջում։ Ու ես դա եմ տեսել։ Ու ես ենթադրում եմ, որ ժամանակակից աշխարհի որքան էլ հեշտացնի մեր կյանքը, հայկինը միևնույն է գտնում է ճիշտ համապատասխան ծանրություն, որպեսզի բեռնավորվի։ Եվ նրա ուժը դա է։ Ամեն դեպքում կուզեի, որ մի քիչ հանգիստ թողնեն մեզ, շատ կուզեի։ Ու ոչ թե միայն տղամարդիկ, այլ հենց իրենք կանայք, որտև այդ բեռնավոր հասարակությունը առաջինը հենց կնոջ ձևավորած հասարակությունն է։ Իսկ մենք մեզ ենք բեռնում։ Նազեն ջան, դուք շրջապատված եք հանդիսատեսով, անընդհատ ձեզնից այդ հոգևոր սնունդ սպասող մարդկանցով, ձեր ուսանողներով։ Եթե պատկերացնեք, որ 30 տարի անց նրանք պիտի հիշեն մի գլխավոր միտք կամ սկզբունք, որը դուք փոխանցել եք նրանց, այ ինչ միտք կցանկանայիք դա լիներ։ Ես շատ եմ ասում մի հոգնեք, նախ ձեզնից մի հոգնեք, մի ձանձրացեք, հետո մի հոգնեք մարդուց, մի ձանձրացեք, բոլորս խառնենք, խառը խնդիրներով ու հոգեկերտվածքով, բարդ հոգեկերտվածքով է հայ ազգը, բայց այդ բարդության մեջ էլ իր հետաքրքրությունը կա, ինչու ոչ, ու շատ կարևոր է, որ խղճով լինեն, որովհետև կարող են ունենալ աշխարհի փողերը, աշխարհի կրթությունները, տարբեր դիպլոմներով շարեն, ունենան շքեղ մեքենաներ, ապարանքներ, հագնվեն ճկնաղ կերպով, մազերը, մաշկը, ամեն ինչ։ Խիղճը եթե ներսում չեղավ, հետաքրքիր չի, մարդ չի։ Որովհետև կարելի է այսօր AI-ով արհեստական բանականությամբ ստանալ կատարյալ ինչ-որ կերպարի։ Վստահ եմ, որ մի 10 տարուց այդ կերպարի արդեն կտան 3D մարմին ու դան կդառնա իրական մարմին։ Հնարավոր է։ Ու այդ մարդը ամեն ինչ է, ճակերտավոր մարդը արհեստական բանականության ստեղծված, կունենա ամեն ինչ, բայց արտաքինը չի ունենա այդ հոգին ու սիրտը, ու չի ունենա խիղճը, որովհետև այդ խիղճը ի վերուստ է տրվում։ Մենք շատ ենք վերջերս քննարկում, չէ, որ ասում են, այ դե որ կրթությունը լիներ, ես չեմ կարծում, որ կրթությունը լուծում է բոլոր հարցերը։ Ես ճանաչում եմ ոչ այդքան կիրթ, այսինքն ճակերտավոր կիրթ գյուղացու, որը շատ գիտակ է, անգիր գիտի իր հողի բնույթը, իր հողի բնավորությունը, հաշտ է բնության ու արևի հետ, գիտի ինչից ինչ ստանա։ Ու այդ գյուղացին պարտադիր չի լինի դիպլոմավոր, նա ունի իր կրթությունը ու խիղճն էլ ունի, որովհետև այդ հողից ինքն է ստանում կարևոր պտուղը։ Եվ ես գիտեմ բարձրագույն 3 բարձրագույն ավարտած անխիղճ մեկի, որը ամաչում եմ, որ հայ է, էդ էլ կա, չէ, բայց կրթությունը շատ կարևոր է, ու ոչ թե դիպլոմը վերջում պարտադիր ու միայն, այլ այդ բովանդակությունը ինչ է ստացել էլի դու։ Ես իմ դասախոսներից ստացել եմ նախ հայի որակը, ինչ է հայը, ով է հայը, ինչի մասին ես, քո երկիրը։ Մենք Գարեգին Նժդեհ էինք անում առաջին կուրսում, այն օրը իմ դասախոս Աննա Արտյոմովնան է հիշեցրել, Հեքիքյան Աննան, որ հենց առաջին կուրսում կոմպոզիցիա պատրաստեցի Գարեգին Նժդեհի ասույթներից, մտքերից եւ այլն, ու հետո այդ կոմպոզիցիան վերածվեց մեծ լուրջ ներկայացման, որը առնվազն 5 սերունդ խաղաց ու ամեն նոր պատանին սովորում էր հայրենիքի մասին։ Եվ ինչ էր ասում Գարեգին Նժդեհը, ասում էր Հայաստան եւ ճշմարտություն, ահա իմ աստվածները։ Եվ խորը հավատավոր մարդ էր։ Եվ իրական քրիստոնյա էր, որը ուժով էր կարողանում հաղթահարել իր խնդիրները, ոչ թե տկարությամբ, չէր հուսահատվում ու հուսալքվում, այլ միացնում էր մարդկանց հանուն հայրենիքի ու հայրենապաշտության։
Ինչ կուզեմ թողնել սերունդներին, որի մանունը բարությամբ հիշեն։ Ու մի քիչ ժպտան։ Ասեն դե լավ, տարօրինակ գիներ, բայց հավես էր։ Նազենի ջան, մենք հիմա գտնվում ենք Հայ մշակույթի ակադեմիայում, գտնվում ենք Մոսկվայում, Սփյուռքում։ Մինչ հարցազրույցը սկսելը ես ձեզ ասացի, որ Մոսկվայում այնքան ներդաշնակ եք դուք, բայց ես հասկացել եմ, որ դուք ցանկացած երկրում եք ներդաշնակ, որտեղ կան հայեր։ Քանի որ ձեր եւ Սփյուռքի կապը միշտ զգացվում է, Սփյուռքը ձեզ է սիրում, սպասում, դուք էլ միշտ կարծես թե այդ կապը պահում եք։ Ես ձեզ ասեմ անկեղծ, եթե նույնիսկ ես գնամ մի երկիր, որտեղ իմ կարծիքով չկա հայ, կգտնեն ձեզ։ վարկյանի մեջ, ես ձեզ վստահեցնում եմ, գիտեք ոնց, մեկ էլ ինչ որտեղ անկյունից դուրս կգա իմ դիմաց ու անվանական մի հատ, դասի ջան ես դերեք։ Հա, ես իհարկե հարուստ եմ այդ հարցում շատ, որովհետև դու աշխարհի որևէ կետում անտեր չես, ոնց ասեմ։ Նույնիսկ պահի տակ ուզում ես գնալ, կորել, գլուխդ առնել, լռել, փախչել, բայց չէ, քեզ չեն թողնի։ Ու երևի մեր ուժն էլ է։ Մեր ուժն էլ է։ Իրար չթողնել էլի, որ վերջնական ընկնես։ Իհարկե, երբ որ լավ ես, կարող է ուզենան զորով տապալել, բայց իմ մասին չեմ ասում առհասարակ, բայց ընդհանրապես մենք մեկ իրար պահում ենք։ Եվ գիտեք, ինձ շատ ցավեցնում է այս վերջին տարիներին մեր մասին մեր կարծիքը։ Մենք շատ ենք մեզ փչացնում, կողքից այնքան են ներդրվում այդ տհաճ խոսույթները, ասույթները մեր մասին, այնքան մենք մեզ ինքնակրկրում ենք։ Եվ դա ինքնասպանության պես մի բան է, հոգեսպանություն է տեղի ունենում, ու դա որևէ լավ տեղ չի տանելու։ Իհարկե կան անհաջող հայեր, շատ, հետո, բայց այն հաջողներին եկեք լուսավորենք, բերենք առաջին պլան, իրարով միավորվենք, հասկանանք ինչի մասին ենք։ Ու վստահ եմ, որ յուրաքանչյուր իրեն հաջող ու նորմալ համարող հայ իր միջավայրում այդպիսի գոնե 100 հոգու կգտնի, չէ՞։ Այո։ Այդ փոքր շրջանակները իրար հետ միավորվելով դառնում են մի մեծ ծով։ Ծովերն էլ իրար միավորվելով դառնում են օվկիանոս։ Իսկ ինչու է պետք, որ մենք անպայման ջրափոսի մեջ կեղտերը փնտրենք, թողած օվկիանոսը։ Ես ինձ ամենտեղ աշխարհում լավ եմ զգում, ու հայերի ներկայությունը այո դրանում ունի մեծ դերակատարում։ Բայց ես չեմ կարճում անպայման հայկականությունից։ Ես աշխարհի նկատմամբ բաց եմ, որովհետև չկա մշակույթ, որը չլինի հետաքրքիր։ Եվ երբ որ գալիս եմ մանավանդ Մոսկվա, ես շատ մեծ սիրով գնում եմ, նայում եմ ներկայացումներ։ Ի վերջո մենք էլ հետխորհրդային սերունդ ենք, հեռու չենք։ Ես շատ լցվում եմ, նայում եմ տարբեր դասական եւ օպերային ներկայացումներ եւ բալետային եւ դասական իմ մասնագիտությունն է դա եւ շատ սիրով լսում եմ դասական երաժշտություն իմ ամենասիրելի երաժշտությունն է այն ու չեմ լսում ջազ այստեղ որովհետեւ լավ ջազիստներ չկան քիչ են ճիշտ ասած կներեք լավ ջազիստները Հայաստանում են ու Ամերիկայում նույնը Օրինակ Լոս Անջելեսում շատ են ընկերներս ու հայությունը ու շատ ջերմ է այնտեղ, բայց շատ է պակասում մշակութային կյանքն այնտեղ, խեղդվում եմ։ Ու ամեն անգամ երբ տեսնում եմ իմ ընկերները, որոնք ապրում են այնտեղ, նույն խնդիրն ունեն նրանք։ Շատ պակաս է մշակութային կյանքը, օրինակ Լոս Անջելեսում։ Նյու Յորքում իհարկե անհամեմատելի է։ Նյու Յորքում հիանալի ներկայացումներ կան եւ համերգներ դասական եւ շատ լավ մշակութային կյանք։ Բայց Մոսկվայինը շատ ուրիշ որակի է, հա, կայդ։ Եվ հուսանք, որ համերգները հաճախ տեղի կունենան Մոսկվայում։ Աստված առաջ, բարդ է կազմակերպելը։ Ես ուզում եմ ասել շնորհակալություն Հարութ Դավթյանին, որովհետև մեր ինստիտուտի շրջանավարտ է Հարութը, եւ մի տղա է, որը կարելի ասել գնաց ռիսկի։ Մի բան է, երբ դնում են երգիծական ներկայացում, մի բան է, երբ դնում են մի քիչ ավելի թեթև ժանրի ներկայացում, մի բան է, երբ գալիս է մոնո ներկայացմամբ մեկը էլի ավելի ուրախ ժանրի մեջ, մյուսը 6-8 ֆորմատի երաժիշտ է կամ պարային երաժիշտ է, այսինքն այս ժանրերը տարբեր են, իսկ բանաստեղծական երեկոն ինքնին բարդ ժանր է եւ մեր Արթուր Զաքիյանի նվագակցությամբ է դասական երաժիշտ է Արթուրն էլ, հիանալի կոմպոզիտոր ու Հարութ Դավթյանը իսկապես ես Հարութին շատ շնորհակալ եմ։ Նա գնաց այս ռիսկին, չգիտեմ որքանով է արդարացնելու, բայց իմ մեծ շնորհակալությունը նա հաստատ ունի արդեն ու դա փաստ է։
Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր արտիստի նկատմամբ կա սեր։ Ու ամեն մեկը վայելում է այդ սերը յուրովի։ Բայց ես հնաբնակ եմ, երկարակյաց եմ։ Ես 15 տարեկանից, 16 տարեկանից արդեն այս ամեն ինչի մեջ եփված եմ։ Ու ես ամեն անգամ տարեց տարի ավելի որակով սեր եմ տեսել։ Նույնիսկ երբ ինձ վատաբանում կամ մերժում են, այդ անում են մի տեսակ սրտանց։ Ու ես դրա համար եմ շնորհակալ։ Անտարբեր չեն, հասկանում եք։ Ես իրելիս եմ սիրում այդպես բացարձակորեն ու շատ սրտանց ու արտահայտվում են։ Ու մոտենում են, փաթաթվում են, երբեմն նկարվելու փոխարեն ասում են, ու մենք ուղղակի ուզում ենք փաթաթվենք, ասում եմ, ես միշտ կողմ եմ փաթաթվելուն, որովհետև էներգիաների փոխանակման սկզբունքով մարդու կյանքը դառնում է որակով մարդկային կյանք։ Եվ եթե քեզ սեր են տալիս այդ մարդիկ, ուրեմն դու սերը տալու ես նրանց։ Քո սերը վերադառնում է անմիջապես քեզ ու ձևավորում է էլի այդ սիրուն մոլորակը, որում ես կցանկանայի մենք բոլորս ապրենք, անկախ ներկա պատերազմական վիճակներից։ Նազենին ջան, ես էլ ուզում եմ շնորհակալությունը հայտնեմ ամբողջ ակադեմիայի անունից ձեր տված սիրո համար, որը կարծես թե լցրեց ամբողջ ակադեմիան։ Ձեր կողմից հնչեցրած այնքան կարևոր խոսքերի մասին, որոնք ես վստահ եմ բոլոր դիտողների կստիպեն կանգ առնել եւ մտածել, ինչը որ հիմա այնքան կարևոր է եւ անհրաժեշտ կանգ առնել եւ մտածել ամենակարևորի մասին։ Շնորհակալ եմ անչափ այս զրույցի համար եւ վստահ եմ, որ սա ամուր բարեկամության սկիզբ է։ Ամեն, ես միայն շնորհակալ կլինեմ։ Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն ասել իդեմս Վարդուշի, որը իր 4 երեխաներով հանդերձ փաստորեն ձևավորել է մշակույթի այս ակադեմիան։ Այդ տեսեք, որ ինչ որ բանի բացը մեզ պարտադրում է ձևավորել գեղեցիկ բան։ Ու ոչ թե նստել մտածել, այ չկա, ինչու չկա, այ մենք այսպիսին ենք, չէ՞։ Այո։ Ուղղակի հիմնել է մի վայր, որտեղ երեխաները ամենափոքր տարիքից մինչև դպրոցահասակ սովորում են հայերեն։ Գոնե պահում են իրենց հայությունը, ինչը բարդ է շատ, այս օրերում շատ բարդ է։ Գեղեցիկ մեր մշակույթի հետ են ծանոթանում, ընդ որում խորքային, վստահ եմ, երաժշտության հետ են ծանոթանում։ Մենք հայտնի ասույթ կա, չէ, ասում է խավարն անիծելու փոխարեն թող ամեն մեկը մի մոմ վառի, մի լույս վառի։ Անհատը այդ մոմն է, ու դու կամ վառվելու ես ու լույս արտադրես, լույս տաս, կամ բողոքելով խավարից անհետ անցնելու ես գնաս։ Ես առաջարկում եմ մոմ դառնանք, գոնե այդպես լուսավորելով գնանք։ Մեկը վերջում գնալու ենք բոլորս, գոնե իմանանք ինչ են գնում։ Ես շատ շնորհակալ եմ եւ ուզում եմ ասել, որ իմ Instagram-ում, չնայած ձեր կապային խնդիրներին, Ռուսաստանի հայությունը շատ ակտիվ է, շատ աջակցող է, գրում են ամեն անգամ, մանավանդ իմ բանաստեղծություններին, չեք պատկերացնում ինչ ինտենսիվությամբ։ Ու մենք բոլորս ապրում ենք կարծրատիպերով, դուրս եկեք այդ կարծրատիպերից։ Երբ Լոս Անջելեսում դնում էինք բանաստեղծական երեկո, վախ կար, որ չի ընկալվի, չեն գա։ Ես այդպիսի հանդիսատես, գիտեք, ոչ թե չէի ակնկալում, այլ ես ամեն անգամ փառք եմ տալիս Աստծուն, որ ինձ տրվել է այդպիսի հանդիսատես, որովհետև կարող ես չտրվել։ Դու անես ամեն ինչ լավ, ենթադրենք, եթե ես անում եմ լավ, ու քեզ չտրվի այդ հանդիսատեսը, բայց այդպես ամեն անգամ ինչքան մենք դնում ենք Լոս Անջելեսում բանաստեղծական երեկո, ոչ թե միայն sold out է, այսինքն լեցուն սրահը, այլև հատնտիր մարդիկ են գալիս։ Եվ տղաներ, եւ աղջիկներ, եւ կանայք, եւ երիտասարդ, եւ ավելի հասուն։ Ու ես նույնը վստահ եմ, որ լինելու եմ Մոսկվայում, որովհետեւ դասական բանաստեղծությունները ու ժամանակակից բանաստեղծությունները իրենցով արդեն ֆիլտր են։ Եվ մարդիկ, ովքեր գալիս են, գիտեն ինչի են գալիս, գիտեն ինչ կարող են ստանալ, բայց չեք պատկերացնում ինչ մասշտաբի եք ստանալու։ Կհանդիպենք վաղ Վարսենիկ ջան։ Անպայման շնորհակալ եմ Ձեզ եմ շնորհակալ, պահեք այս ֆորմատը, սա շատ կարևոր ու թանկ բան է։ Ու ես կլրացնեմ, բացի ես կնայեմ բոլոր հաղորդումները խոստանում եմ։ Շնորհակալ եմ անչափ։ Ձեզ մերսի։ Կհանդիպենք։